Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Վերջին շաբաթների զարգացումները Հայաստանի քաղաքական դաշտում կրկին սրել են իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները։ Ընդդիմությունը հայտարարել է, որ սկսում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ընդդիմադիր պատգամավորները նաեւ կտրուկ քննադատում են օգոստոսի 8-ի համաձայնագրերը, իսկ քաղաքական դիսկուրսում մեծ աղմուկ է առաջացրել նաեւ ելքի եւ մուտքի վիզաներից Արարատի նկարը հեռացնելու կառավարության որոշումը։ Այս պայմաններում ինչպիսին է իշխանության դիրքորոշումը, թեմայի շուրջ զրուցելու ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ։ Պարոն Կոնջորյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացից, որը նախաձեռնում է ընդդիմությունը, նախ ինչպիսի վերաբերմունք կա իշխող խմբակցության ներսում այս նախաձեռնության նկատմամբ։ Ես որքան գիտեմ, եթե դուք նկատի ունեք նախորդ օրը մամուլում տարածված հայտարարությունը, ես որքան գիտեմ, խոսքը Ազգային ժողովի հայտարարության մասին է եւ կարծում եմ ընդդիմադիրները իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են անում, որովհետեւ անվստահություն հայտնելու գործընթաց ընդհանրապես օրենսդրությամբ մի բան է, որը ենթադրում է ստորագրությունների համապատասխան քանակով հավաքագրում, տեխնացուի առաջադրում եւ այլն։ Ինչպես գիտենք, ընդդիմության մի քանի անգամ փորձել է նման բան անել, բայց բոլոր փորձերը ձախողվել են եւ այդ գործընթացը այսպես կոչված impeachment-ի ոդիսականը մեռելածին էր եւ ընդդիմությունը մեկը մյուսից անհաջող տեխնացուներ էր փնտրում, բայց այդպես էլ չհաջողվեց որևէ բան անել։ Հիմա կարծեմ նրանք ինչ որ հայտարարության նախագիծ են վերում, այսինքն չկարողանալով բուն գործընթաց անել, հիմա ուզում են հայտարարություն անեն նման, բայց որքան որ տեղյակ եմ, դեռևս Ազգային ժողովում պաշտոնապես նման նախագիծ առայժմ չի շրջանառվում, համենայն դեպս 3 իրենց հայտարարությունից հետո առայժմ նման նախագիծ չկար, բայց իհարկե սա ընդդիմության կողմից հերթական Դոն Կիխոտությունն է, որովհետև ըստ էության օրակարգ չունեցող քաղաքականապես սնանկ ընդդիմություն է, որը որ ավելի շատ իրենք իրար մեջ ինչ որ հաշվեհարդարի խնդիրներ ունեն, մեկը մյուսին ապացուցելու, որ նա լավ ընդդիմություն չէ, այ իսկական ընդդիմությունը նա է եւ այսպես ինչ որ ներքին գզվրտոցների նմանվող բան է, այս ինչ որ կատարվում է ընդդիմության ներսում։ Բնականաբար մենք ընդհանրապես նույնիսկ լուրջ չենք վերաբերվում այդ process-ներին։ Պարոն Կոնջորյան, թեև դուք վստահորեն ասում եք, որ ձեր խմբակցությանն ու առաջին անգամ չի, որ նման վստահություն խմբակցության տարբեր նաև պատգամավորների կողմից հայտնվել է, որ որևէ մեկը չի պաշտպանում այդ նախաձեռնությունը, բայց հակառակ պնդումներ կան նաև ընդդիմադիր շրջանակներից։ Նրանք էլ կան այսպես պատգամավորներ, ընդդիմադիր շրջանակներից պաշտոնյաներ, անձինք, ովքեր ասում են, որ երբ որ մենք սկսենք այդ բուն գործընթացը, կլինեն միացողներ։ Նրանց որտեղից այդ վստահությունը։ Դուք այդ մտավախությունը չունեք, որ իսկապես կլինեն։ Իհարկե ոչ, թող սկսեն այդ դեպքում, ինչի չեն սկսում։ Իրենք նույնիսկ իրար մեջ չեն կարողանում միմյանց աջակցությունը ստանալ։ Նույնիսկ իրար մեջ իրենք անդադ մեկը ասում է, հա, դուք որ առաջադրեք, մենք կաջակցենք, նրանք ասում են, չէ, դուք հիմա մի առաջադրեք, որովհետև եթե առաջադրեք, sense կլինի։ Սա ավելի շատ ընդդիմության ներսում, էլի ընդդիմադիր խմբակցությունների Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ուժերի սիրավեպի հերթական, այսպես խառնիչ աղանջ դրսևորումներն է եւ դա գիտեք ինձ հիշեցնում է այն հայտնի մազոխիստի եւ սադիստի անեկդոտը, որ մազոխիստն ասում է հարված ինձ, խնդրում եմ, սադիստն ասում է ոչ դու դեռ պիտի տանջվես։ Հիմա հետևելով Քոչյանի եւ Սարգսյանի ուժերի միջև այս բաներին, ուրեմն impeachment-ային ինտրիգներին հասկանում ես, որ նրանք ավելի շատ մեկը մյուսի վրա ինչ որ կոմպրոմատ հավաքելու քաղաքական շանտաժի հերթական բանի մեջ են։ Քաղաքականապես սնանկ են, նրանք չունեն որևէ ալտերնատիվ առաջարկ Հայաստանի Հանրապետության զարգացման, չունեն ալտերնատիվ տեխնացու, հետևաբար այս process-ը ի սկզբանե դատապարտված է։ Ինչ վերաբերում է, որ նրանք ինչ են ասում կմիանան եւ այլն, վերջին մի քանի տարիներին նույնիսկ հանրապետության հրապարակից, երբ որ իրենք ինչ որ միտինգներ էին անում փրկության, այնտեղից հայտարարում էին, որ մեր խմբակցության մի մասը արդեն միացել է իրանց։ Հիշում եք, նման հայտարարություններ էին նաև եղել, բայց մենք տեսանք ամեն ինչ ինչով ավարտվեց եւ մինչեւ քոքը մաշողները, մինչեւ քոքը մի բան էլ ավել մաշվեցին եւ հիմա ըստ էության գտնվում են նման վիճակում։ Բայց նրանք կոնկրետ մի շարք պատճառներ են նշում, թե ինչու են ցանկանում նման գործընթաց սկսել կամ շրջանառության մեջ դնել այդպիսի նախաձեռնություն։ Ընդդիմությունը պնդում է, որ վարչապետը շեղվել է իր ծրագրից եւ թուլացրել է պետական ինստիտուտները։ Ինչպես կարձագանքեք դուք այս պնդումներին։ Մենք չենք շեղվել մեր ծրագրից, որովհետև մենք ինչ ենք ասել 2021 թվականի ընտրության հիմնական մեխը եղել է խաղաղության օրակարգը։ Մենք ասել ենք, որ ապագա կա, մենք ասել ենք, որ մենք գնում ենք խաղաղության օրակարգի իրականացման ճանապարհով։ Մենք այսօր հատկապես օգոստոսի 8-ի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից եւ
հռչակագրի ստորագրումից հետո այսօր արձանագրում ենք, որ կոնֆլիկտը ավարտված է, այն անցյալում է, եւ մենք թեվակողել ենք խաղաղության ժամանակաշրջան, ինչը ենթադրում է, որ մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք սահմանների ապաշրջափակման, կոմունիկացիաների ապաշրջափակման, տնտեսական հարաբերությունների, դիվանագիտական հարաբերությունների հաստատման։ Մեր օրակարգը սա է, այսինքն մենք ինչ ենք անում։ Մենք ասում ենք, որ Հայաստանում եկել է խաղաղության ժամանակը եւ խաղաղության շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ ուղիղ շահելու են խաղաղությունից, տնտեսապես նախ եւ առաջ, քաղաքականապես, եւ իրենց կյանքն ավելի լավն է դառնալու։ Մյուս կողմից խորհրդարանական ընդդիմությունը պատերազմի շահառուն է, կոնֆլիկտի շահառուն է, որովհետեւ խորհրդարանական ընդդիմությունը եւ որոշ արտաքին դերակատարներ իրենք ուզում են, որ կոնֆլիկտը շարունակվի, որովհետեւ քանի դեռ կա կոնֆլիկտ, հնարավոր է Հայաստանին կառավարելի պահել եւ սա երկու տարբեր փիլիսոփայություններ են։ Մենք խաղաղության փիլիսոփայության ուրեմն կրողն ենք եւ այստեղ բնականաբար կարեւոր է հենց նաեւ կոմունիկացիաների շրջափակումը, ինչը որ ընդդիմությունը ամեն կերպ փորձում է ուրեմն արգելակել եւ բնականաբար մենք գնում ենք այս ճանապարհով մեր տեսլականի իրականացման ճանապարհով։ Իհարկե օգոստոսի 8-ի համաձայնագրերին դեռ կգանք, որովհետեւ խորհրդարանական վերջինիսն էլ ցույց տվեց, որ դրա նկատմամբ էլ ընդդիմության կողմից ոչ միանշանակ վերաբերմունք կա, դրան դեռ կանդրադառնանք, այսինքն չունեք մտահոգություն, որ այս նախաձեռնությունը, որը ըստ էության ընդդիմադիրները ցանկանում են անեն կամ արդեն նախաձեռնել են, կարող է առաջացնել քաղաքական լարվածություն։ Եվ ինչպես եք պատկերացնում դրա քաղաքական հետևանքները։ Որևէ հետևանք ես չեմ պատկերացնում, այսինքն դա լեռը մուկ ծնեց ժանրից ինչ որ մի բան է լինելու, այսինքն իրենք այսպեսի ինչ որ աշխարհացունց մեծադղիրդ հայտարարություններ են անելու, հետո գալու են պարզվելու է, որ ոչինչ չկա ըստ էության։ Նույն տեքստերը, նույն ուրեմն արդեն մաշված թեզերը, որոնք որ այլևս որևէ մեկին չեն հետաքրքրում։ Ես նորից եմ ասում, եթե լիներ նման այսպես կոչված գործընթաց, իրենք գոնե իրար հետ կբարիշեին այդ հարցի շուրջ, կհավաքվեին եւ միասին կորոշեին, ասենք, որ գնում են այս ուղղությամբ, բայց իրականում այնտեղ իրենց ներսում էլ որևէ այսպես կոնսենսուս չկա, որովհետեւ իրենք ներքուստ հասկանում են, որ գործընթացը ի սկզբանե տապալված է, ուղղակի իրենք փորձում են մնալ ջրի վրա։ Ջրի երեսին պիտի մնան, որպեսզի ցույց տան, որ իրենք դեռ կենթանի են քաղաքականապես։ Ընդհանրապես սրա մասին է, քաղաքական լուրջ ասելիք չկա։ Քաղաքական ասելիքը պետք է լինի ալտերնատիվ տեսլականը պետության զարգացման վերաբերյալ, որ նրանք չունեն։ Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է նաև Արարատ լեռը մուտքի եւ ելքի վիզաներից հեռացնելու կառավարության որոշումը։ Որն է այդ որոշման պատճառը, ինչու հիմա նման որոշում կայացվեց, եթե իհարկե պնդում եք, որ Թուրքիայից չի եղել այդպիսի պահանջ, ամենայն դեպս ձեր խմբակցության падգամավորներ, այդ թվում Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ անգամ վերջին քլեչի հետ հանդիպան ժամանակ նման հարց չի բարձրացվել։ Այդ դեպքում ինչու նման որոշում կայացվեց։ Գիտեք, այդ բանը կա, ուրվականը կա այդ հարցի, հա, ինչու հիմա։ Ցանկացած բան, որ մենք միշտ անում ենք, արդեն, ասենք, ենթադրենք 2020 թվականից սկսած, հա, մեկնակետը վերցնենք 20 թիվը։ Միշտ մեզ ասում են ինչու հիմա։ Բայց ցանկացած բան, որ մենք անենք, միշտ այդ պահին լինելու է հիմա։ Եվ միշտ կարելի է ասել ինչի հիմա։ Եթե մենք անեինք 2020 թվականին, ասելու են ինչի հիմա, որովհետև հետպատերազմական շրջան է։ Եթե անեինք 2021 թվականին, կասեին ինչու հիմա, որովհետև նախընտրական շրջան է։ Եթե անեինք 2022 թվականին, կասեին ինչու հիմա, որովհետև սեպտեմբերյան լարվածություններ։ Եթե անեինք 2023 թվականին, կասեին ինչու հիմա, որովհետև Արցախի հայաթափումներ։ Եթե անեինք նախորդ տարի, էլի կասեին ինչու հիմա, անում ենք հիմա, էլի ասում են ինչու հիմա։ Այսինքն միշտ կան իրադարձություններ, որոնց համատեքստում կարելի է ասել ինչու հենց հիմա եւ դրա տակ դնել որևէ դավադրապաշտական բայղուշություն, որը չկա իրականում։ Սա մեր քաղաքականությունն է, իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված մեր պետական քաղաքականությունն է, եւ այդ պետական քաղաքականության հիմքն այն է, որ մեր պետական սիմվոլիզմը պետք է արտացոլի մեր պետությունը, մեր պետական քաղաքականությունը։ Պետական սիմվոլիկան ինքը կարևոր բան է, եւ ինչի՞ պիտի մեր պետական սիմվոլիկայի մեջ լինեն բաներ, որոնք որ չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության պաշտոնական արտաքին քաղաքականությունը, պաշտոնական ներքին քաղաքականությունը։ Պատմությունն է արտահայտում, ի վերջո բիբլիական լեռի մասին է խոսքը, եւ դրանով որևէ մեկը հողային պահանջ չէր ներկայացնում Թուրքիային։ Իսկ ո՞նց է աշխարհը ընկալում։ Հա, մենք, գիտեք, ես նախորդ ազգային ժողովում ասացի, որ մեր ընդդիմությունը նման է մի մարդու, որը ապրում է ոնց որ ասենք այտենց 90 աստիճանի տակ, էլի 360 աստիճան չի աշխարհը ընկալում։ Այսինքն իրան թվում է, թե մենակ մենք ենք մեզ տեսնում։ Մենակ մենք ենք տեսնում մեր ասածները, մենք ենք լսում մեր ասածները, եւ չկա աշխարհ, որը որ մեր ասածները իր ձևով ընկալի։ Հիմա ասում եք
եւ իրենք այսինքն ասում են, որ խոսքը մեր պատմական բնորանի մասին է, բայց մեր պատմական բնորանը շատ ավելի մեծ է, տասնյակներով ավելի մեծ է, քան թե այսօրվա մեր իրական միջազգայինորեն ճանաչված պետությունը։ Եթե այդպես լինի, այդ տարբեր մարդիկ կարան առաջարկեն պատմական բնորանից տարբեր աշխարհագրական վայրեր, տեղանուններ, պատկերներ, ավելացնելու համար այս կամ այն սիմվոլիկային, ինչը կնշանակի, որ մենք մեր տարածաշրջանի բոլոր երկրների հետ պատրաստվում ենք կոնֆլիկտի մեջ մտնել։ Դա փաստարկ չի։ Պատմական փաստերը, պատմական հիշողությունը, դա պատմական հիշողության տեղում պիտի պահել, մտքի մեջ, հա, հիշողության մեջ։ Բայց պետական քաղաքականությունը պիտի արտահայտի գետնի վրա ֆիքսված իրողությունները, միջազգային հարաբերություններում մեր հարաբերությունները մեր հարևանների եւ աշխարհի հետ, եւ մենք չենք կարող ապրել ինքներս մեր հյուսած իրականության մեջ ու մտածել, որ այդ իրականությունը որևէ կերպ չի ազդելու այլ երկրների վրա, հետեւաբար նրանք էլ փոխազդեցություն չեն գործելու մեր վրա։ Այնպես որ այստեղ որևէ դավադրապաշտական բան չկա, ուղղակի կա պետական սիմվոլիկա, եւ մենք այդ պետական սիմվոլիկան հարմարեցնում ենք, համապատասխանեցնում ենք մեր պետական քաղաքականությանը։ Որևէ այլ բան չկա։ Քավլիցի մարդիկ բոլորս էլ սիրում ենք Արարատի Վսեմաշուկ ուրեմն տեսարանը, բոլորս էլ նայում ենք, բոլորս էլ հմայվում ենք։ Որևէ մեկը մեզանից չի գողանալու մեր տեսադաշտից, հորիզոնից Արարատը չի անհետանալու։ Արարատը իր տեղում մնալու է, բայց մի բան է, երբ որ մենք խոսում ենք պետական սիմվոլիկայի մասին, մի բան է, երբ որ խոսում ենք լեռան մասին, մի բան է, երբ որ խոսում ենք պատմական հիշողության մասին, էմոցիաների մասին, չի կարելի էմոցիաները խառնել պետական քաղաքականության հետ։ Տեսեք, հիմա նաև այսպիսի մի հարց կա, ասում են, արդյոք սա ենթադրում է, որ նախաձեռնվելու է նաև օրինակ զինանշանից էլ Արարատի հեռացումը։ Նման քննարկումներ մենք առայժմ չունենք, եթե նման քննարկումներ լինեն, բնականաբար հասարակությունը դրա մասին կիմանա, եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր դեպքի ժամանակ պետք չէ վերցնել այդ էպիզոդը եւ ավտոմատ տեղայնացնել եւ տարածել ավելի մեծ բաների վրա, թեմաների վրա։ Հիմա կա կոնկրետ, ես կարծում եմ, որ սա շատ տեխնիկական հարց է, եւ այդ տեխնիկական հարցը չպիտի նման գաղափարական քննարկումներ առաջացնել, բայց նույնիսկ եթե առաջացրել է ու նույնիսկ քննարկվում է, դա էլ է լավ, որովհետև սա նաև հնարավորություն է տալիս, որ մենք բյուրեղացնենք յուրաքանչյուրս մեր պատկերացումները պետության մասին, հասկանում եք, մենք չենք կարող ապրել պետության մեջ եւ գործել պետականազուրկ մարդու մտածողությամբ, որովհետև մենք շատ կարևոր է, որ մեր քարտեզը համապատասխանի այն գետնի վրայի իրականությանը, որտեղ որ մենք ապրում ենք, հա, մենք չենք կարող վերցնել, ասենք օրինակ, մի հատ ուրիշ քարտեզ, հին ժամանակվա, հին մտածողության քարտեզը եւ դրանով փորձենք ճամփորդել այսօրվա աշխարհում։ Դա ուղղակի հնարավոր չի լինի։ Մենք կգնանք ձորը։ Իսկ մենք դա թույլ չենք տալու։ Եվ գալով օգոստոսի 8-ի համաձայնագրերին, որը նաև քննադատվեց խորհրդարանական վերջին նիստում ընդդիմության կողմից, ձեր ընդդիմախոսները հարց են բարձրացնում, արդյոք Ադրբեջանը իսկապես անկեղծ է խաղաղության իր ցանկություններում։ Այդ հարցի նրանց պատասխանը բացասական է ընդդիմության կողմից, որովհետև ըստ նրանց մինչ Հայաստանի ռազմական բյուջեն չի ավելացնում, մեր հարևան երկիրը շարունակ սպառազինվում է, ավելացնում է իր բյուջեն, հզորացնում ռազմական կարողությունները, շարունակում է Հայաստանի տարածքների օկուպացիան, Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ատելության խոսքի տարածում, անգամ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի նախագահի կողմից նման հայտարարություններ եղան, մերժում է արցախցիների հավաքական վերադառնալու իրավունքը եւ այսպես շարունակ թվարկում են մի շարք նման պատճառներ այդ բացասական պատասխանը հիմնավորելով։ Խնդրեմ։ Ես նորից վերադառնում եմ իմ արձանագրմանը, որ խաղաղության շահառուն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, պատերազմի շահառուն ընդդիմությունն է, դրա համար ընդդիմությունը փորձում է վերականգնել կոնֆլիկտը։ Նրանք ասում են որևէ խելամիտ մարդ պատերազմ չի ուզի, հատկապես մենք տեսանք պատերազմ։ Շատ լավ, քանի որ իրենք խելամիտ չեն, իրենք պատերազմ ուզում են, որովհետև մենք բազմիցս համոզվել ենք, որ ընդդիմությունը խելամիտ չէ եւ անում է ոչ խելամիտ գործողություններ։ Ես մի քանի անգամ ասել եմ, եթե ընդդիմությունը մեզ փորձում է դրթել այնպիսի գործողությունների, որոնք որ առաջացնելու են նորից նոր կոնֆլիկտներ, ապա ընդդիմությունը եւ իրենց ղեկավարները պատրաստ պիտի լինեն անձամբ գնալ եւ կռիվ տալ եւ սեփական կյանքը դնել ռիսկի տակ այդ իրենց քաղաքականության արդյունքում վերահաս նոր կոնֆլիկտի ժամանակ։ Իրենք անելու են դա, չեն անելու։
իրենք նույնիսկ սեփական երեխաներին, թոռնիկներին ուղարկում են, որպեսզի նրանք ծնվեն օրինակ Միացյալ Նահանգներում, որպեսզի չդառնան Հայաստանի քաղաքացի, որպեսզի պարտավորություն չունենան գնալու կռվելու Հայաստանի բանակում։ Այսինքն սա ամբողջությամբ արտահայտում է նրանց ամբողջ գաղափարական այլանդակությունը, որը կա, որովհետև նրանց համար Հայաստանը ընդամենը բան է, փող աշխատելու տեղ է, ոչ թե պետություն, հայրենիք, որը որ պիտի ծաղկեցնես, շենացնես։ Հիմա գիտեք, ամբողջ աշխարհը ողջունել է օգոստոսի 8-ի ուրեմն իրադարձությունները եւ համաձայնությունը, երևի բացի մեր հայաստանյան ընդդիմությունից։ Մեր ժողովուրդը դա ողջունել է։ Ես վերջին 1-1.5 ամսվա ընթացքում գրեթե ամեն օր շրջում եմ Հայաստանի Հանրապետության մարզերով եւ ես տեսնում եմ մարդկանց տրամադրությունները։ Ես տեսնում եմ, որ կյանքը Հայաստանում եռում է։ Ես տեսնում եմ, որ առաջացել է նոր հույս եւ մարդիկ իրենք տեսնում են, որ այդ խաղաղությունը բերելու է նոր հնարավորություններ, որ պատերազմի էջը պետքա հավերժ փակել, որ պետքա ճանապարհները բացել։ Գիտեք, երկու այսպես մոդել կա, էլի աշխարհի, թե մենք ինչպես ենք ուզում ապրել։ Մի մոդելն է նա, որ քո սահմանից այս կողմ գալիս է բեռնատար եւ այդ բեռնատարը գնում է դեպի շուկա եւ առևտուր է տեղի ունենում։ Մյուս մոդելն է նա, որ քո սահմանից այս կողմ կարող է գալ փամփուշտ եւ այդ փամփուշտը եթե գա շուկա չի գնալու է ինչ որ մեկին խոցի։ Հիմա մենք փամփուշտի փիլիսոփայությունը փոխարինում ենք բեռնատարի փիլիսոփայությամբ եւ մենք ասում ենք, որ մեր սահմաններով այսուհետ պետքա ներս գան բեռնատարներ, գնացքներ, պիտի տեղի ունենա առևտուր եւ մարդիկ այդ առևտրի արդյունքում պիտի սկսեն ավելի լավ ապրել։ Մեր ընդդիմությունը ասում է չէ, եկեք փամփուշտի տրամաբանությունը պահպանենք, որովհետև մեզ պետք է, որ մեր ժողովուրդն անընդհատ ապրի ահու սարսափի մեջ պատերազմի վերահաս վտանգի պայմաններում, որպեսզի մենք կարողանանք փրկչի գաղափարը վաճառենք մեր ժողովրդի վրա, նրան պահենք կառավարելի։ Ոչ։ Մենք գնում ենք խաղաղության, այսինքն խաղաղությունն արդեն հաստատված է, մենք պիտի այդ խաղաղությունը խնամենք եւ ուժեղացնենք։ Խաղաղությունը շատ լավ բան է, պարոն Գոնջուրյան։ Սա նրանք էլ են իրենց հայտարարություններում ասում, բայց ասում են չափելի մեխանիզմների բացակայությունը, ես մեջբերում եմ վերջին նիստից, ելույթներից մեկից մի նախադասություն, չափելի մեխանիզմների բացակայությունը ոչ միայն չի ապահովում կայունություն, այլև նոր պատերազմի եւ անկայունության աղբյուր, այսինքն մտահոգությունն այստեղ ամբողջությամբ սա է։ Այսինքն այդ համաձայնագրի մեջ չկան այդ չափելի մեխանիզմները, որոնք որ կբացառեն հերթական արկածախնդրությունը Ադրբեջանի կողմից, որովհետև ասում ենք տեսել ենք Ադրբեջանը ինչի մեկ անգամ է ժխտել իր նախկին հայտարարությունները։ Իսկ կա աշխարհի վրա որևէ փաստաթուղթ, որը որ ունի 100% անոց չափելի մեխանիզմներ։ Չկա։ Թող որևէ մեկը մեջբերի մի փաստաթուղթ, որը իր մեջ պարունակել է հենց սկզբից չափելի այնպիսի մեխանիզմներ, որը 100%-ով երաշխավորել է։ Չափելի մեխանիզմ եք ուզում ես ասեմ, 2024 թվականից սկսած 2024 ու այս տարի սահմանին հակառակորդի կրակոցից ոչ մի զինվոր չի սպանվել։ Սա չափելի մեխանիզմ է, թե չափելի չի։ Դրանից ավելի չափելի բան հնարավոր է պատկերացնել, բայց այդ չափելին մենք կարող ենք միայն արձանագրել հետադարձ նայելով։ Հիմա մենք նայում ենք եւ ասում ենք նախորդ 1.5 տարվա ընթացքում որևէ զինվոր չի սպանվել կրակոցից։ Մենք հետ ենք նայում ու ասում ենք, չէ, մենք չենք կարող առաջ նայելով ասել, քանի դեռ մենք չգիտենք ապագայի բոլոր սցենարները ոնց են դասավորվելու, ապա մենք ոչինչ չպիտի անենք։ Եթե այդպես լինի, մարդը առավոտյան պետք է ուղղակի անկողնուց չարթնանա եւ ոչինչ չանի, որովհետեւ ինքը չգիտի ի վերջո երեկոյան հետ է գալու տուն, թե հետ չի գալու, որովհետեւ ինչ ասես կարա պատահի։ Հիմա մեր ընդդիմությունը մեզ ասում է, քանի դեռ դուք չեք կարողանում ամենավերջի ֆինիշի պահը ասել, ցույց տալ մեզ, ապա սա բանը խաղաղություն չի։ Չկա աշխարհում նման բան, չկա աշխարհում նման փաստաթուղթ, որը քեզ կարողանա 100%-անոց երաշխիք տալ։ Դուք այսօր տեսնում եք, որ աշխարհի գերհզոր պետությունները նույնիսկ չեն կարողանում հանգուցալուծել կոնֆլիկտները, որոնք որ թվում է թե պիտի հանգուցալուծվեին շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Չկա այսօր աշխարհում երաշխիք։ Երաշխիքը մեր գործողություններն են, մեր ռացիոնալ հաշվարկված էմոցիաներից զուրկ քաղաքականությունն է, որը որ մենք հիմա տանում ենք։ Եվ վերջում շատ հակիրճ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հետ կապված արդեն հստակություններ կան, որտեղ Թուրքիայից արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում կլինի այդ ստորագրությունը։ Մենք պատրաստ ենք մյուս շաբաթ թեկուզ եթե լինի ստորագրել, որովհետև մենք մեր հանձնառությունը մշտապես հայտնել ենք, մենք պատրաստ ենք ստորագրել վերջնականապես խաղաղության համաձայնագիրը այնքան շուտ, որքան շուտ, որ այն հնարավոր է, եւ բնականաբար աշխատում ենք այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։
Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր։